Կնոջ սիրեկանին սպանելու համար դատապարտվեց։ Ով եւ ինչու է սպանել Սարգիս Զեյնալյանին։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 24-ամյա Սարգիս Զեյնալյանի սպանության դեպքի առիթով ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել։ Այս մասին հայտնում է Արմուր լրատվական կայքը։ Նախ ամենասկզբից Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Սարգիսը մահացել էր։ Դանակահարությունը տեղի ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում, Հանրապետություն օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում կանգառասրահի մոտ։ Դեպքի արդիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն սպանություն կատարող անձինք, որոնք եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել։ Նրանց իրավապահները փնտրում են եւ փնտրում։ Ճակատագրական գինու փառատոնը։ Սպանված երիտասարդի հարազատներից մեկը Գայանե Զեյնալյանը հրապարակային անդրադարձել էր Սարգիսի սպանությանը գրելով. Սաքը տղա ում կարող էին միայն մեջքից խփել։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքի կենտրոնում սպանվեց 24-ամյա Սարգիս Զեյնալյանը, բարետես ազնիվ հավատքով ու արժանապատվությամբ լցված երիտասարդ։ Ամիսներ առաջ գինու փառատոնի օրը Սարգիսը կանգնել էր իր հավատքի եւ քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբողջի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դարձել է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահել են այդ ատելությունը, սպասել հարմար պահի եւ նոյեմբերի 10-ին Հանրապետության փողոցում նրան խփեցին մեջքից, որովհետեւ դիմացից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ նրա աչքերին նայել։ Աբովյանը ցավում է ընկերները լռել չեն կարող, հարազատներն էլ պահանջում են մեկ բան՝ արդարություն Սարգիսի համար։ Դատելով հարազատի հրապարակային գրառումից ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի եւ ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջև գինու փառատոնին վեճ է եղել եւ մինչդեռ այնքան է խորացել, որ ավարտը եղավ ճակատագրական։ Եվ ահա Շամշան.com-ը հայտնում է, որ ոստիկանությունը պարզել է, որ Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցի եւ հիվանդանոցում մահացած Սարգիս Զեյնալյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի վերաբերյալ կողմերը ընդհանուր հայտարարի չգալով ժամը 17:00-ի սահմաններում Աշոտ Սոխրաբյանցի ընկեր Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Հայկ Սուքասյանը, տեսնելով, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ կանգնած է Սարգիս Զեյնալյանը իր ընկեր 25-ամյա Սլավիկ Թորոսյանի հետ, զանգել է Աշոտ Սոխրաբյանցին ու հայտնել այդ մասին, ինչից հետո նրա մոտ են եկել Ե Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը, ապա Բենյամին Սոխրաբյանցը քայլերով մոտեցել է Սարգիս Զեյնալյանին եւ Սլավիկ Թորոսյանին, սկսել զրուցել նրանց հետ, որի ընթացքում սակայն Աշոտ Սոխրաբյանցը իր մոտ եղած դանակով թիկունքից մի քանի հարված է հասցրել Սարգիս Զեյնալյանին, որից հետո Բենյամին Սոխրաբյանցը նույնպես լրացրել է եղբոր գործողությունները եւ այն ավարտելուց հետո եղբոր հետ դիմել փախուստի։ Իսկ ահա Ժողովուրդ օրաթերթը հայտնում է, որ ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցը 14 տարի առաջ էլի մարդ է սպանել կնոջ սիրեկանին։ Արմուրեյմին հայտնի դարձավ, որ Աշոտ Սոխրաբյանցին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ նրան ասել է, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք եւ տանը չի գիշերելու։ Եվ ահա 2011 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում գալով տուն բնակարանում հանդիպել է իր կնոջը եւ Արթուր Դովլաթյանին։ Նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով, ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Արթուր Դովլաթյանին եւ սպանել նրան։ Ահա տեսանյութում Աշոտ Սոխրաբյանցը խոսում է դեպքի մասին։ Ամուսինը Աշոտ Սոխրաբյանցը ոչ միայն չէր ժխտում, այլև չէր զղջում կատարվածի համար։ Սպանել եմ ու չեմ էլ զղջում, վռացել եմ կնգաս, որ մորթ եմ սպանեմ, արդեն այնքան եմ խփել, արդեն ջնջված էր։ 2 տարեկան, 1-4 տարեկան երեխան վազանոր մոտ սառած արծուքներ աշտենին գոռալով։ Պապա չէ, դրա խաթր երեխեքի խաթր։ Այս արարքի համար նա ազատազրկման է դատապարտվել 11 տարի ժամկետով, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկվել էին ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարան։ Սակայն երկու դատարաններն էլ անփոփոխ էին թողել առաջին ատյանի որոշումը։ Եվ ահա 11 տարի անց նա մի քանի տարի առաջ հայտնվեց ազատության մեջ եւ խլեց 24 տարեկան երիտասարդի կյանքը։